Բարմեն Ստեփանյան, ես պետք է ձեր մասնագիտական կարծիքը հայցեմ խնդրի վերաբերյալ եւ ներկայիս փորձը հաշվի առնելով, բայց ես գիտեմ, որ դուք բավականին երկար ժամանակ աշխատում եք ոլորտում, սա առաջին ընկերությունը չէ, պատմեք խնդրում եմ էվոլյուցիայի մասին, ինչ փոփոխություն եք տեսել ժամանակի ընթացքում, ինչպես են ընկերությունները իրենց համայնքների հետ համագործակցել։ Շնորհակալություն, ձեզ ողջունեմ բոլորին, երկրորդ օրը այս ֆորումին մասնակցելու համար։ Անդրադառնամ այդ հարցին, իսկապես 18 տարի շուրջ ես հանքարդյունաբերական ոլորտի մեջ եմ եւ առաջ օրվանից հենց իմ աշխատանքն է եղել բնապահպանական, սոցիալական եւ անվտանգության հարցերը եւ հանքարդյունաբերական կազմակերպությունների ներգրավման միջոցառումների եւ աշխատանքների համայնքների հետ իսկապես մեծ փոփոխություն են կրել ընթացքում ժամանակն էր պարտադրում իրավիճակն էր պարտադրում այդ փոփոխությունները եւ իհարկե ոնց դուք նշեցիք կազմակերպությունից կազմակերպություն իհարկե տարբեր է եղել այո ձեզ կրկնեմ ձեր բառերը կազմակերպությունները ղեկավարում են մարդկանց կողմից եւ դրանից կախված կարող են մոտեցումներն էլ փոխվել մոտեցումը կարող է փոխվել ընդհանուր ասում են այո մենք ներգրավվածություն ենք ունենում կամ այդ engagement կոչվածը համայնքների հետ ու ամեն մեկը իր ձևով է դա պատկերացնում ոնց է դա անում մի դաս որ ես եմ սովորել այդ տարիների ընթացքում չկա բավական կամ բավարար engagement-ի միջոցառումներ դրանք պետք է լինեն անդադար շարունակական բոլոր օգտագործելով բոլոր կոմունիկացիոն խողովակները դա կլինեն հանրային քննարկումներ դա կլինեն հանրային լսումներ դա կլինեն ինտերվյուներ դա կլինեն այս հարթակները դա կլինեն ԱՃԹՆ-ի հարթակները այսինքն բոլոր դռները ու խողովակները պետք է օգտագործել եւ դա կրկին ասեմ որ ժամանակներ ընթացքում թելադրում մեկ-մեկ որ մենք այդպես որպես ոլորտ շատ անգամ այնքան շատ են խնդիրները, որ չենք կարողանում նախահարցակ լինեինք, այսինքն proactive լինեինք, անգլերեն կոչված, մենք ուղղակի խնդիրները լուծելով գնում էինք ու այսօր արձանագրենք մի փոքր հաջողություն, այս վիդեոն, որ մենք տեսանք, դա այդ ընդհանուր հանքարդյունաբերական ոլորտի միգուցե աշխատանքի արդյունք է, նամանավանդ արձանագրենք վերջի 4 տարին, որ հանքարդյունաբերական ոլորտում հարաբերական անդորր է եւ խաղաղություն եւ այդ հարաբերական խաղաղությունը բերել է այս արդյունքների որ համայնքները դժվար են կառավարվում վախերով ինչ ունեինք մենք նախկինում եւ ինչ դեռևս ունենք բայց ավելի քիչ ազդեցություն ունի մեր ու համայնքների միջև հարաբերություններին դա այդ երրորդ կողմն են որոնք շատ անգամ մտնում են համայնքներ ու մեր հարաբերություններ ու ինչպես են նրանք մտնում դա հանրային վախեր տարածելով նրանք մտնում են համայնք ու հենց համայնքում այդ վախի մթնոլորտը ստեղծում է արդեն ավելի հեշտ է դառնում այդ ալիքները կառավարել եւ հենց այստեղ է որ հանքարդյունաբերական կազմակերպությունները վերջապես մեծ ուշադրություն դարձրեցին սկսեցին դրա վրա ուշադրություն դարձնել եւ արդյունքը մենք այսօր տեսնում ենք եւ հույսով եմ որ այդ տենդենսը կշարունակվի ուղիղ կապը համայնքների հետ ամենօրյա աշխատանքը ուշադրություն դարձնելով ոչ միայն սոցիալական ներդրումների որովհետեւ դա պարտադիր բան է որ պետք է անել բայց կարևոր նաեւ պայման է օրինակ բնապահպանական հարցերը որ չի կարելի մոռանալ եւ անվտանգային հարցերը Եվ մեր օրինակ վերջի քննարկումների ժամանակ պարոն Փարսյանի հետ իրանք համայնքը պարոն Փարսյանի իդեմս պարոն Փարսյանի բարձրացրեց այդ հարցը եւ պահանջը ես չգիտեմ պարոն Փարսյանը նայում էր այդ տարբեր ինտերվյուներ, տարբեր ոդկասթեր մեր ոլորտի առաջատարների, բայց բառ առ բառ համարյա կրկնվեց իր պահանջը ոնց որ դու լսում ես տարբեր միջազգային կոնֆերանսներին Առաջի հերթին դա անվտանգություն, որ համայնքների անվտանգություն, այդ հարցը ասեց, թե չլուծվի, մենք քննարկելու բան չունենք, բնապահպանական հարց եւ իհարկե վերջում սոցիալական ներդրումների։
Եվ այն մարդիկ, որոնք հետևում են տենդենսներին, կոնֆերանսներին, ոդկասթերին, տեսնում ես, որ բառ առ բառ այդ մարդու պահանջը, խնդրանքը, ակնկալիքը մեզանից համընկավ այսօր գլոբալ տրենդերի հետ։ Այսինքն մենք այսօր միգուցե շատ անգամ ոչ ինստիտուցիոնալ քայլերով եկել հասել ենք մի տեղ, որ այդ հարցը քննարկվում է ու երկուստեք այնց համաձայնում գնում ենք։ Այսօր արդեն հասել ենք մի տեղ, որի վրա լուրջ այն հիմքն ենք ստեղծել, որի վրա լուրջ ապագա կարելի արդեն կառուցել։ Իմ կարծիքով այս վերջի ամենայն դեպս 18 տարվա իսկապես տուրբուլենտությամբ պերիոդներով անցնելով այսօր հարաբերական լավ հիմք ստեղծած, ինձ թվում է այդ արձանագրենք այսօր։